Այո, ավելի շատ վատ ու վատ պահանջարկա 25-ից ձեռք չտան, մնացած ինչ կանեն իրան գիտե, երկրորդ տրանսպորտ մտցեն զուգահեռ, երրորդ մրցեն իրան գիտե, 25-ի գիտը ձեռք չտան։ Բացի այս խնդրից, մի շատ կարևոր խնդիր նաև, որ բազմիցս դիմել եմ, 3 առաջի օրը անգամ անցել եմ այս ճանապարհը, մյուս կողմի վրա ոստիկանների հետ, բարեկային ոստիկանների հետ այստեղ զրույց եմ ունեցել մի քանի անգամ, ասել եմ տվեք ինձ կոնկրետ հասցեն, կոնկրետ մարդը, որին ես կարող եմ գնալ, հանդիպել իմ դիմումով դիմել, որովհետև 150 բնակիչ մինիմումը 4 շնչից բաղկացած այս 3 շենքում ապրում են, մանկական հիմնարկ մանկապարտեզ, 160 ծնող և պատկերացրեք ամեն ընտանիքից ոչ պակաս 2 երեխա հաշվեք, այստեղ ապրում և աշխատում են երեխաները սպառվում են այդ մանկական հիմնարկում և այնտեղ բուժ ամբուլատորիա, այս բոլոր տարածքից օգտվում են, մարդիկ ինչպես անցնեն այս ճանապարհը, քանի մահվան դեպքերի ելքով ավարտվեց դժբախտ պատահարներ։ Հարգելի ընկեր Հովհաննիսյան ջան, հարգելի լրագրողներ, ես օֆիցիալ հայտարարում եմ, եթե երկուշաբթի օրը կառավարության անդամները մեզ դրական լուծում չտվեցին, մեր ժողովրդի պահանջը չիրականացրեցին, 25 ամառը չպահպանվեց, մեր ամբողջ ժողովուրդը պալատները խփելու է Նիկոլի տանդեմը կայնելու ավելի փիս ակցիաներ անելու, շոշը փակելու է, չեք թողնելու ոչ մի բան, մենք հիմա հարգում ենք մեր ոստիկանների աշխատանքը, կյանքի գնով է ինից եմ ոջան դուրս եմ գալու, այո դիմելու ամեն տեսակ պայմանների ես չգիտեմ, ճանապարհներ փակելու։ Հիմա խնդրում եմ հարգելի պրոշանցիներ, բոլորս դուրս են գալիս, գնում ենք մեր պարոն Գաբրիելյանի մոտ գյուղապետարան, մեր 20 հոգանոց թիմը ընտրելու, երկուշաբթի օրը 20 հոգին պետք է ներկայանա, եթե հարցի լուծում չտրվեց, մենք ավելի կոշտ գործողություններ ենք հարգելի լրագրողներ, շեշտեք, որ մեզ խոստացել են, որ մինչև մեզ իրանց հետ հանդիպումը այս հարցի լուծումը չկայանալը, որոշում չկայացնելը, Պրոշան Ավանի 25 ամառը գործելու է, եթե դա նույնպես չգործեց, խաբեցին մեզի, ուրեմն մենք չունենք իրանց ընդհանրապես ոչ հարգելու, ոչ ենթարկվելու, ոչ լսելու։ Բոլոր երեխաներին էլ դուրս կբերենք մենք այստեղ։ Այո, մեծ ու փոքր այստեղ կանգնած կլինի։